Դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում վարև ձեզ։ Ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր հյուրընկալել եմ Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ, մանկական ինֆեկցիոնիստ Հասմիկ Հակոբյանին։ Մինձրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Ծովակալի Սակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջույն։ Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ճիճվագրության մասին։ Նախ եւ առաջ առաջին ուզում հասկանալ, այդքան շատ տարածված է այս խնդիրը, թե մենք սկսել ենք ավելի շատ ինֆորմացված լինել, ավելի շատ բարձրաձայնել։ Տեսեք, նախ սկսենք ինչ է նշանակում իրենից ճիճվագրությունը, ինչ է նշանակում։ Դա մարդու օրգանիզմում ապրող մակաբույծի արկայությունն է, որը կարող է տեղակայվել ոչ միայն ստամոքսահարքային տրակտում, այլ նաև մնացած, ինչպես բոլորիս թվում է, այլ նաև այլ մնացած օրգան համակարգերում, լյարդ, թոք, գլխուղեղ։ Ինչ վերաբերվում է ծանրաբեռնվածությունը, աշխարհում մոտ 60%-ից ավել բնակչությունը ախտահարված է ունի հելմինտներ, մակաբույծներ, եւ մեր երկրի տվյալներով գրեթե մեծ մասը էլի բնակչության 50%-ից ավելին էլի ախտահարված են հելմինտներով, բայց ամենաշատ գրողները միշտ լինում են երեխաները գրեթե։ Դա կախված է արդեն սանիտարահիգիենիկ պայմաններից, նորմերից, հաշվի առնելով այն փաստը, որ երեխաները չոչ են անում, գետնից վերցնում են խաղալիքներ, մտցնում են բերանը, ձեռքերը կեղտոտ առանց լվացվելու դնում են բերանը, երեխայի մոտ առավել շատ է լինում հելմինտով ախտահարումները։ Ունենք հելմինտների բազմաթիվ տեսակներ եւ այդ տեսակներից կախված իրանց ծանրաբեռնվածությունը եւս տարբեր է լինում, այսինքն օրինակ ստամոքսահարքային տրակտի հելմինտները ավելի շատ են լինում, ասկարիդը, սրատուտը, տափակ որդերը ավելի հաճախ են հանդիպում, քան օրինակ աղքային հելմինտները, որոնք էխինոկոկ, ցիստիցերկոզ, որոնք այլ օջախներ են ունենում մեր օրգան համակարգերում։ Խոսենք նաև ախտանիշների մասին, հա, որովհետեւ այդ լղոզված սահմաններն էլ ավելի հասկանալի լինի։ Մի կողմից մենք ամեն ինչ բարդում ենք խեղճ ճիտուների վրա, մյուս կողմից էլ ամեն ինչ փորձում ենք ճշտել, հետազոտել, նայել, բացառելով ճիճվագրությունը։ Այո։ Տեսեք, ախտանիշները եւս բավականին լայն են եւ ունենք կախված են ախտանիշները թե հելմինտի տեսակից, թե ում ենք փնտրում եւ թե կախված են կրողի իմուն համակարգից, այսինքն մարդու օրգանիզմի իմուն համակարգից ինչ ռեակցիա է տալիս համապատասխան հելմինտին։ Օրինակ, ենթադրենք սրատուտի պարագայում ամենաշատ հանդիպող կլինիկական դրսևորումը դա հետանցքի քորն է։ Ասկարիդի ժամանակ ամենաշատ հանդիպող կլինիկական դրսևորումներ չկան, բացարձակ կլինիկական դրսևորումներ չեն լինում սովորաբար։ Եվ եթե ունենք արդեն այլ ճիճվագրություն, այլ որդեր, օրինակ տափակ որդերի մասին է խոսքը, սրանք արդեն երբ որ երկարատև են օրգանիզմում տեղակայվում, մենք ունենում ենք այս պարագայում անեմիա, ունենում ենք մալնուտրիցիա, այսինքն մարսողության խանգարումներ, ունենում ենք փորացավեր, հնարավոր է նաև փոքր տարիքի երեխաների մոտ ունենանք աճի դանդաղում, աճի հապաղում, անբավարար փարթամություն, նման կլինիկական դրսևորումներ, բայց այս տափակ որդերը շատ ավելի քիչ են հանդիպում, քան համեմատած ասկարիդի եւ սրատուտի։ Այսինքն այն որ մայրիկներն ասում են, եթե քնած ժամանակ բերանից ջուր չի գնում, ուրեմն չունենք։ Տեսեք, դրանք բոլորը միֆեր են, ատամների կրճտացնելը կամ քնած ժամանակ բերանից ջուր գնալը, շատ ուտելը, քիչ ուտելը, չաղացավ, նիհարեց, դրանք բոլորը միֆեր են ուղղակի, որոնք կապվում են միշտ, չգիտես ինչի, հենց ճիճվի հետ։ Դա պետք է ավելի լայնածավալ հետազոտել, օրինակ նույն փորացավը կամ նույն սրտխառնոցը կամ մնացած այլ կլինիկական դրսևորումները պետք է ավելի լայն հետազոտել եւ ոչ թե միայն բարդել գործը ճիճվի վրա։ Դա ճիշտ է, որ ասում են, եթե ընտանիքի մի անդամը ունի ճիճուներ, ուրեմն մնացած բոլորն էլ հաստատ ունեն։ Դա
կապված է թե ինչ ճիճույա նորից, ինչի համար, որովհետև մենք ունենք փոխանցման տարբեր տեսակներ, օրինակ սրահատուտի պարագայում դա կոնտակտային ճանապարհն է, հայ, նույն անկողնու մեջ քնելը, նույն սպիտակ եղենը օգտագործելը, ներքնաշորերը նույնը լինելը կամ հիգիենիկ պարագաների նույնը լինելը, այդ պարագայում այո, հնարավոր է, որ ընտանիքի մի անդամը եթե վարակված է, մյուսը եւս վարակվի։ Ինչ վերաբերվում է ասկարիդին, օրինակ, այս պարագայում արդեն փոխանցման ճանապարհը ֆեկալ-օրալ ճանապարհն է, այսինքն կեղտոտ ձեռքերից, օրինակ գնացին այգում խաղացին, հողին ձեռ տվեցին, հետո առանց լվացվելու ձեռքերով անցավ օրգանիզմ ճիճուն, այդ պարագայում արդեն հնարավոր չի, որ դու վարակես ընտանիքի մյուս անդամին, այսինքն մեզ պետքա լինելու կախված տեսակից կհասկանանք, այո, փոխանցման ուրիշ ճանապարհ։ Եվ ունենք նաև ալիմենտար ճանապարհով փոխանցվող ճիճուներ, դրանք արդեն ոչ ճիշտ թերմիկ մշակում անցած մսամթերքից կամ ջրից փոխանցվող ճիճուներն են, այդ նույն տափակ որդերն են, որոնք որ հնարավոր է էլի փոխանցվեն։ Կանաչիները եւս, եթե լավ չի լվացվում, ոչ ճիշտ ձևով է լվացվում կանաչին, եւս հանդիսանում է փոխանցող։ Ինչ ասել է ճիշտ ձև։ Պետքա լվանալ ավելի մանրակրկիտ, բավականին երկարատև, ջրի մեջ ավելի երկար թողելով, մանրամասն հիմնական օգտագործում են սրանք որքանով կարող են մեզ օգտակար լինել։ Սոդան միգուցե ինչ որ մի ձև օգտակար լինի, աղի հարցում չեմ կարող ասեմ, բայց աղը կարծում եմ չէ, սոդան ինչ որտեղ այո հնարավոր է օգնի։ Բայց ամենաճիշտ տարբերակը սովորական ջրի մեջ ավելի երկար լվանալն է կանաչիները, մանրակրկիտ լվանալն է կանաչիները, որպեսզի փոխանցումը ավելի սահմանափակել։ Ես վստահ եմ, որ այս մասին ձեր կաբինետում գոնե ամեն երկրորդը բարձրաձայնում է, հա։ Երեխան ունեցել է նման ախտանիշներ, մենք գիտենք, որ ճիճվագրություն է, բուժել ենք ու քանի որ ախտանիշները կրկնվեցին, էլ չենք հետազոտել, միանգամից օգտագործել ենք ճիճվաթափության դեղեր։ Բացի դրանից, մենք ունենք նաև մեկ այլ պրակտիկա, մենք սիրում ենք մտնել դեղատուն, ասել, որ այսպիսի ախտանիշներ կա, դեղատան աշխատողը շատ վստահ կարողանում է աչքերի մեջ նայելով ասել, որ այո, այստեղ հաստատ ճիճվագրության խնդիր է, կամ էլ սուրճի սեղանի շուրջ փորձում ենք մեկս մյուսին ախտորոշում դնել, ավելին նաև հյուրասիրել, որտեղ երեխայի համար առել ենք դեղերը, խմել ենք, մնացելը կարող ենք տալ քո երեխան էլ խմի այդ դեղերից։ Սրա վտանգների մասին եմ ուզում խոսենք։ Տեսեք, նախ ցանկացած դեղորայք ցանկալի է, որ նշանակվի բժշկի կողմից։ Դա կարևոր չի կլինի ինֆեկցիոնիստ, թե կարող է լինի տեղամասային մանկաբույժը, ցանկալի է, որպեսզի նշանակվի բժշկի կողմից։ Ինչ վերաբերվում է հակապարազիտար պրեպարատներին, սրանք բավականին տոքսիկ պրեպարատներ են եւ իրանց ոչ ճիշտ կիրառումը կարող է բերի ոչ միայն չբուժի, այլ նաեւ վնասի օրգանիզմը։ Եվ դրա հետ կապված պետքա պարտադիր նախ ախտորոշել ինչ հելմինտ է, որովհետև կախված նաև հելմինտի տեսակից մենք ունենք շատ տարբեր հակահելմինտային պրեպարատներ, որոնք պետքա կիրառվել, այո, չէ, նույնը չեն բոլորը, պետքա հստակ որոշել ինչ հելմինտ է, նոր դրա համար նախատեսված պրեպարատը օգտագործել։ Շատ ճիշտ եք ասում, բոլորը շատ սիրում են մի հատ նավսյակի կանխարգելիչ ճիճվաթափություն անենք։ Դերեն պարտեզ է գնում հաստատ կունենջիկու։ Այո, դա ճիշտ տարբերակ չէ, մինչև հետազոտում չի արվել, մինչև ախտորոշում չունենք։ Ունենք ախտորոշման, ներողություն, որ դեղերը նշանակվում են բացի նրանից, թե որ տեսակի համար է, նաև երեխայի տարիքը, քաշը, ամեն ինչը հաշվի է առնվում, այո, դեղաչափը եւս։ Նաև տևողությունը, շատ հաճախ կլսես, որ ասում են մի հատ առաջի օրը, մի հատ 7-րդ օրը, մի հատ 14-րդ օրը, հետո 21-րդ օրը։ Սովորաբար մեկ պրեպարատ, մեկ դոզա դեղորայքը դեղաչափը բավականացնում է, որպեսզի արվի պարազիտի ոչնչացում, բայց դա եւս պետք է ընտրվի եւ որոշվի բժշկի կողմից։ Ինքնուրույն ոչինչ անել պետք չի հատկապես նման դեղերի հետ։ Սրանք բավականին հեպատոտոքսիկ պրեպարատներ են, կարող են առաջացնել լյարդային անբավարարություն, կարող են առաջացնել օրգանիզմում տոքսիկ ռեակցիաներ, որոնք ավելի վնաս են օրգանիզմը։ Իսկ եթե չենք բուժում,
այստեղ ծայրահեղություն էլ կա, չէ՞, դե այն տեսակետը, որ միևնույն է տարածված խնդիր է, ով չունի, որ մի երեխան չի անցնում սրա միջով, իմաստը որն է երեխային ավելորդ է։ Սա եւս կախված է էլի Հերմինթի տեսակից։ Եթե մենք ունենք սրատուտ ու ունենք կլինիկական լավ արտահայտված դրսևորումներ այդ հետանցքի քորը, որը երեխային անհանգստացնում է, գրգռված է լինում, գիշերները անքնություն կարող ունենա դրա պատճառով, այդ պարագայում ուղղակի չնկատել եւ չբուժել հնարավոր չի։ Ախտորոշումից հետո նոր արդեն բուժումը կատարվում է։ Ինչ վերաբերվում է ասկարիդին, որը որ կամ այլ աղիքային պարազիտներին, որոնք որ կլինիկական դրսևորումներ բացարձակ չեն առաջացնում, հնարավոր է 99% դեպքերում գրեթե չեն էլ առաջացնում, ունեն կյանքի որոշակի տևողություն, որ մաքսիմում 2 տարի է եւ ինքնալավացման է գնալու։ Եթե կյանքի որակի վրա չի ազդում, ինքնալավացման է գնալու։ Իսկ այն որդերը, այն ճիճուները, որոնք որ արդեն ավելի երկարատև կյանքի ընթացք ունեն եւ ավելի երկար են ապրում մեր օրգանիզմում, սրանք բերելու են կլինիկական դրսևորումների, որոնք արդեն երևալու են, այո։ Կամ ունենք նաև այսպիսի մի կլինիկական դրսևորում, եթե խոսքը գնում է օրինակ եզան երիզորդի կամ խոզի երիզորդի մասին, սրանք հաճախ հետանցքից դուրս են գալիս պրոգլոտիտները կամ զուգահեռակոնքում նկատում ենք նրանց արկայությունը, որը որ արդեն բերում է ծնողին նախազգուշական քայլերի, այսինքն վերցնում են, տանում են հետազոտման եւ արդեն ախտորոշվում է, բուժումը սկսվում է սրանց համար։ Եթե կլինիկական դրսևորում չի ունենում, միակ կլինիկական դրսևորումը, որով որ դու կարող ես դա ախտորոշել, դա ստամոքսաղիքային տրակտից իր դուրս գալու ֆակտն է, որը որ երևալու է, տեսնելու ես։ Նաև ուզում եմ ախտորոշման մասին ամենատարածված միֆը քանդենք կամ հաստատենք, որպես մասնագետ կխնդրեմ ձեր դիտարկումը, առայն որ մենք եթե մեկ անգամ տվել ենք որոշակի կենսանյութ, դա կարող է լինել արյունը, կարող է լինել կղանքը, այն տարբերակը, որով պիտի հետազոտվի, հա, երեխան կամ մեծահասակը, ու չի հայտնաբերվել որևէ ձվիկ կամ հենց ճիճու եւ այլն։ Սա արդեն հուշում է, որ մենք վերջ չունենք խնդիրը, թե ունենք կարիք հետագայում էլի կրկնելու հետազոտությունները, որտեղ եթե ես չեմ սխալվում, ճիճվագրության հաստատման կամ հերկման համար մեկ հետազոտությունը բավական չէ։ Այո։ Սովորաբար մեզ պետքա լինում 3 օր անընդմեջ 3 տարբեր կղանքների արկայություն, որպեսզի իրար հաջորդող օրեր, որպեսզի հասկանանք արդյոք ունենք ճիճու թե չէ։ Նաև այստեղ շատ կարևոր է լաբորատոր բժշկի հմտությունները ինչքանով է հմուտ, որպեսզի տարբերակի, որովհետև ասկարիդի ձվիկը բավական նման է ճարպի կաթիլին եւ տարբերակելը բավական դժվար է լինում այս պարագայում։ Հետևաբար խորհուրդ ենք տալիս գոնե 3 տարբեր կեղտ լինի, որպեսզի տարբերակվի կա արդյոք ձվիկներ, թե չկա։ Ինչ վերաբերվում է արդեն 3 օրն էլ տրվի հետազոտությունը արվի ու չերևա։ Եթե չի երևում, արդեն վերջնական ախտորոշումը դրվում է, որ չկա, իսկ եթե 3 օրվա ընթացքում գոնե մեկի մեջ պետքա հայտնաբերվի, որպեսզի ախտորոշումը դրվի, որ ունենք ճիճվագրություն։ Ինչ վերաբերվում է սրատուտին, սրատուտի պարագայում ախտորոշումը մի քիչ այլ է։ Այստեղ մենք ունենք այլ հետազոտության մեթոդ, որը որ պետքա stick tape կոչվում, որը որ կպնում է հետանցքին առավոտյան ժամերին, սովորաբար առանց լվացվելու, առանց միզելու, պետքա վերցվի հետանցքից քսուկը եւ տարվի արդեն լաբորատորիա հետազոտման։ Եվ ունենք նաև որ մեկ անգամ հետազոտեցինք ու վերցամ մի փոքր երկարաժամկետ եւ պարբերական սրատուտի պարագայում մեկ անգամ էլ բավական է այդ քսուկը վերցնել եւ տանել լաբորատորիա, մեկ անգամը բավական է, որովհետեւ ինքը հետանցքից դուրս է գալիս շրջակա հատվածը, պերիանալ շրջանը եւ ավելի հեշտ է ախտորոշելը։ Իսկ մնացածի պարագայում արդեն գոնե 3 եւ ավել կղանք պետքա, որպեսզի ախտորոշումը հաստատվի եւ հստակեցվի։ Ինչպես նաև հստակեցվի տեսակը, ճիճվի, ինչ տեսակը։ Իսկ դնում է որ մի քանի տեսակներ են լինում։ Սովորաբար չէ։
Դե ու կարող է սրատուտը եւ ասկարիդը իրար հետ համակցվեն, բայց ինչ վերաբերում է տափակ ворթերի արկայությանը, սովորաբար այդպես չի լինում։ Նրանք կամ մեկն է լինում կամ մյուսն է լինում։ Բուժումը լինում է միայն դեղորայքային պարագայում, եթե բուժում են անում, այո, եւ սովորաբար հենց այդ ներաղիքային հելմինթի բուժմանը մեկ դոզան բավականացնում է, որպեսզի հակահելմինթային պրեպարատի մեկ դոզան բավական է, որպեսզի բուժենք հիվանդությունը։ Այսինքն, եթե մենք այսօրվա մեր զրույցը ամփոփելու լինենք, կարող ենք նշել, որ այո, սա տարածված խնդիր է, միշտ եղել, հիմա էլ կա, վստահ եմ էլի լինելու է, որքան էլ մենք փորձում ենք մաքուր ապրել, միևնույն է, կարծում եմ ոչ մեկին չի հաջողվի 100%-անոց ծերություն պահպանել։ Հաջորդի, որ պետք չէ ինքնաբուժմամբ զբաղվել, ինքնանշանակումներ անել, ինքնաախտորոշում անել, սրա համար կան մասնագետներ, ովքեր կարող են առհասարակ ոչ մի բանի համար պետք չի ինքնաբուժում անել եւ եթե կա էլ խնդիր, կա լուծում, որը ամենակարևորն է, կարծում եմ ամբողջ զրույցի համար, որ պետք է շեշտել։ Այո, համենայնդեպս լուծումը կա եւ բուժումը կա, հնարավոր է բուժել եւ հնարավոր է նաեւ ինքնալավացում մեծ մաս դեպքերում, հենց այդպես է լինում։ Եթե խոսքը չի գնում ավելի բարդ անամնեզի մասին, ավելի բարդ ճիճվի տեսակի մասին, էլի, որը արդեն պահանջում է նեղ մասնագետի հստակ։ Եթե ազդում է կյանքի որակի վրա, սպասել ինքնալավացման պետք չի, այո, եթե ունեք կլինիկական դրսևորումներ, պետք է հետազոտել եւ պետք է բուժել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ, մանկական ինֆեկցիոնիստ Հասմիկ Հակոբյանն էր։ Եվս մեկ անգամ ասեմ շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Ծովակալ Իսակով 42-3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։